Ահա։ Սերներ, մենք անցած կիրակի տոնեցինք աշխարհամատրան կիրակին, սակայն դրանից առաջ Սուրբ Գրիգոր Տաթևացու խոսքը նոր կիրակի մասին չէինք կարդացել, դրա համար հիմա պատրաստել եմ այդ խոսքը Սուրբ Գրիգոր Տաթևացու կարդանք։ Սուրբ Գրիգոր Տաթևացու քարոզը նոր կիրակի մասին, ըստ այն խոսքի, որ ասում է. «Եվ 8 օր հետո դարձյալ ներսում հավաքված էին աշակերտները, և Թովմասը նրանց հետ էր»։ Հովհաննու ավետարան 20-րդ գլուխ 26 համար։ Այսօրը երբեմն կոչվում է նոր կիրակի և երբեմն կոչվում է կրկնազատիկ։ Պետք է իմանալ, որ իմաստասերները անունը բաժանում են 4-ի, այսինքն համանունի, ածական անունի, հարանունի և բազմանունի։ Համանուն է այն, որ տարբեր բաներ է նշանակում, և ինքնին ցույց չի տալիս բառի իմաստը, ինչպես երբ ասում ենք ակն, օրինակ ակն որպես աչք, այստեղից ակնոց բառը, աղբյուրի ակն, գոհարի ակն, սայլի ակն, և սրանք տարբեր իրեր են և տարբեր սահմանումներ ունեն։ Իսկ ածական անունը այն է, որ տալիս է անունը, տալիս է խոսքի իմաստը, սակայն այսինքն իր սահմանումը, ինչպես սեռը, որ տեսակների վրա է ասվում։ Որովհետև կենդանի ածականով կոչվում է թե ձին և թե ոչխարը, որովհետև կարող ենք ասել. ոչխարը կենդանի է, գոյություն ունեցող, շնչող և զգացող, ինչպես և ձին։ Հարանուն է այն, որ անվանվում է գործին համապատասխան, ինչպես առաքինությունից առաքինի, քերականությունից քերական։ Իսկ բազմանուն է այն, որ նույն իրին տալիս ենք տարբեր անուններ, ինչպես սուսերին թուր, զինվորին ռազմիկ։ Նույնպես նաև օրերի անունները բաժանվում են 4-ի՝ համանուն, ածական անուն, հարանուն և բազմանուն։ Եվ համանուն է շաբաթ անվան կոչումը այլ օրերի վրա, ինչպես երբ ասում ենք միաշաբաթ, երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի և այլն, ըստ կարգի, որովհետև սրանք թեև ունեն շաբաթ անունը համանունով, բայց տարբեր են, միաշաբաթը, երկուշաբթին և այլն, ըստ կարգի։ Եվ ածական անունով կոչվում է օր, որովհետև ցույց է տալիս անունը և իրը, որովհետև կարող ենք ասել երկուշաբթին օր է և ունի օրվա անունը։ Այսպես ասում ենք երեքշաբթի օր, չորեքշաբթի օր, ասում ենք նաև ծաղկազարդի օր, վարդավառի օր, պահքի օր, զատկի օր, և սրանք բոլորն ունեն օրվա անունը և ունեն օրվա սահմանումը։ Եվ հարանունով են կոչվում շաբաթը, կիրակին և ուրբաթը, որովհետև գործի անունով են կոչված, այսինքն շաբաթը հանգստից, որովհետև շաբաթ նշանակում է հանգիստ եբրայեցիների լեզվով մեր մեջ։ Եվ կիրակին թարգմանվում է Տիրոջ օր հունարենից մեր մեջ, որովհետև այդ օրը բոլոր մարմնական գործերից դադարում ենք և միայն տիրական գործերին ենք հետևում, նմանապես և ուրբաթը, որովհետև այդ օրը մտավ մահվան բոդն ու գույժը մեր բնության մեջ։ Իսկ բազմանուն է, ինչպես այսօրը, որովհետև կոչվում է նոր կիրակի, կրկնազատիկ, կարմիր զատիկ կամ կարմիր կիրակի աշխարհականների կողմից, և կամ այլ կերպ, որոնց մասին չենք ասում այս խոսքում։ Այլ մեր քննությունը երկուսի մասին է, թե ինչու է կոչվում նոր կիրակի կամ կրկնազատիկ։ Պետք է իմանալ, որ բոլոր կիրակիների մեջ միայն սա է կոչվում նոր կիրակի, որովհետև այս կիրակին իր իմաստով ցույց է տալիս վերջին օրվա խորհուրդը 4 կերպով, այսինքն կոչմամբ, առավելությամբ, թվով և կարգով։
Նախ կոչմամբ, որովհետև կոչվում է Կիրակի, որը թարգմանվում է Տիրոջ օր, որովհետև ինչպես Կիրակի օրը դադարում են բոլոր մարմնական գործերը և միայն աստվածային գործերով է մարդը զբաղվում, այդ թվում և մեղքերի խոստովանությունը, որոնք գործել է շաբաթվա ընթացքում։ Նույնպես և վերջին օրը դադարում են բոլոր մարմնական գործերը, ինչպես երևում է իմաստուն տնտեսի առակից, որ ասում է. «Տերս վերցնում է իմ տնտեսությունը, այսինքն մահվամբ, աշխատել չեմ կարող, մուրալ ամաչում է»։ Եվ ինչ է մուրացողների ամոթը, խնդրածը չստանալն է, ինչպես հիմար կույսերը, որոնք խնդրեցին յուղը իմաստուններից և չստացան։ Նույնպես և աշխատել չեն կարող, որովհետև ամեն մարմնական գործ նյութով է լինում, իսկ այնտեղ նյութական բան չկա։ Այլ այնտեղի զբաղմունքն այս է. արդարները միայն ունեն Աստծո տեսությունը և կյանքի մեջ են, իսկ մեղավորները դժոխքում են և տանջվում։ Դարձյալ ինչպես Կիրակի օրերին լինում է մեղքերի խոստովանությունը, այսինքն մեղքերը հայտնելը, նույնպես էլ այն օրը կհայտնվեն յուրաքանչյուրի մեղքերը, և նա, ով այժմ գաղտնի է գործում և չի խոստովանում, այնտեղ հրապարակավ կհանդիմանվի։ Երկրորդ, առավելությամբ է այս օրը կոչվում Նոր Կիրակի, նույն կերպ նոր է կոչվում նաև այն, վերջին օրը, երկու պատճառով, որովհետև Աստված այդ օրը նորոգելու է արարչությունը ըստ այնմ, ինչ ասում է մարգարեն. կլինեն նոր երկինք և նոր երկիր, և լուսնի լույսը կլինի ինչպես արևինը, և արևը կլինի յոթնապատիկ։ Երկրորդ, նոր է կոչվում, որովհետև մեկ օր է սահմանված բոլորի համար, և այլ օր նրան չի հաջորդի և չի հնացնի նրան։ Երրորդ, ըստ օրերի թվի, որովհետև ինչպես այս օրը 8-րդն է նոր Ադամի՝ Քրիստոսի հարությունից հետո, նույնպես էլ այն օրը 8-րդ դարն է հին Ադամի ստեղծումից, ինչպես ասում է ժողովողը. «Տուր բաժին 7-ին, նաև 8-ին»։ Չորրորդ, հայտնի է տոների կարգից, որովհետև երեկվա օրը հիշատակ էր Հովհաննես Կարապետի, ինչպես ասաց. «Պատրաստեցեք Տիրոջ ճանապարհը և ուղիղ արեք մեր Աստծու շավիղները, որովհետև Կարապետը նա է, ով առջևից է գնում և հայտարարում է թագավորի գալուստը, և տեղ է պատրաստում Կարապետի և թագավորի միջև, միջնորդ չկա, նույնպես էլ շաբաթ օրվա և կիրակի միջև միջոց չկա։ Եվ որովհետև Քրիստոսի գալուստները երկուսն են, կարապետներն էլ երկուսն են, առաջինը Հովհաննեսը, երկրորդը Եղիան։ Ուստի պետք էր, որ այս շաբաթ օրը տոնվեր Եղիան, բայց որովհետև Եղիան մարմնով կենդանի է, և նաև Ենովքը, և մահ չեն ճաշակել, դրա համար եկեղեցին նրանց չի տոնում, որովհետև դեռ պետք է մտնեն պատերազմի մեջ, և փորձության օրեր են նրանց սպասում, այսինքն նեռի ժամանակներում, ինչպես ասում է Հայտնության գիրքը։ Արդ, այս տունը Սուրբ եկեղեցին իդեմս նրանց է տոնում, թեև հանուն Հովհաննեսի է, բայց նրա Եղիայի խորհրդով է, որովհետև Հովհաննեսը ուներ Եղիայի հոգին, ինչպես ասվեց. «Եկավ Հովհաննեսը Եղիայի հոգով և զորությամբ»։ Որովհետև ինչպես նա մարգարե էր, այնպես էլ սա, ինչպես նա անապատական էր, այնպես էլ սա, ինչպես նա կարապետ էր, այնպես էլ սա, ուրեմն պարզ է, թե ինչու է այս օրը կոչվում Նոր Կիրակի։ Եվ կրկնազատիկ է կոչվում երեք պատճառով՝ ազատության, հարության և փրկության, որով այս տոնը խորհրդանշում է երկրորդ գալուստը և վերջին օրը։ Նախ ըստ ազատության, որովհետև զատիկ նշանակում է ազատություն, և այս օրը կոչվում է կրկին ազատություն։ Սա է խորհուրդը, որովհետև թեև առաջին գալուստով Քրիստոս մեզ ազատեց մեղքերից, բայց մեր մարմինը դեռ գտնվում է կարիքի տակ, այսինքն քաղցի և ծարավի, ցրտի և վախի
տրտմության, ինչպես ասում է առաքյալը, մենք, որ հոգու առաջին պտուղն ունենք, ինքներս մեր մեջ հեծում ենք որդեգրության սպասելով, այսինքն մեր մամնի փրկությանը։ Եվ սա կլինի, երբ Աստված ամեն ինչ նոր կդարձնի, եւ մեզ կազատի ամեն կարիքից, այն ժամանակ կկոչվի կրկին Զատիկ, որի պատկերը այսօրվա օրն է։ Երկրորդ կոչվում է կրկնազատիկ մեր կրկին հարության պատճառով, որովհետև առաջին կիրակին մեզ հարություն տվեց իր հոգով եւ զորությամբ, ինչպես ասում է առաքյալը, նրա հետ հարություն տվեց եւ նրա հետ նստեցրեց երկնային ներում Քրիստոսի մեջ։ Իսկ երկրորդ կիրակին մեզ հարություն կտա ըստ մամնի նորոգության, որի միջոցով մենք մեռելներից հարություն կառնենք եւ անմահ կդառնանք, ինչպես ասում է առաքյալը Կորինթացիներին, երբ այս ապականելին հագնի անապականություն եւ այս մահկանացուն անմահություն, այն ժամանակ կկատարվի խոսքը, որ ասում է՝ ուր է մահ քո հաղթությունը, ուր է գերեզման քո խայթոցը։ Դրա համար այսօրը կոչվում է կրկնազատիկ, որպես մեր կրկին հարության պատկեր։ Երրորդ կոչվում է կրկին զատիկ մեր փրկության պատճառով, որովհետև առաջին կիրակին երևաց մյուս աշակերտներին, որի միջոցով փրկեց նրանց եւ հաստատեց հարության հավատի մեջ, իսկ այս երկրորդ կիրակին դարձյալ երևաց եւ փրկեց Թովմասին թերահավատությունից եւ հաստատեց հավատքի մեջ, ըստ այն եմ, որ ասաց. «Բեր քո մատը եւ դիր այստեղ, եւ բեր քո ձեռքը եւ խոթիր իմ կողի մեջ, եւ մի եղիր անհավատ, այլ հավատացյալ»։ Եվ նա խոստովանեց. «Տեր իմ եւ Աստված իմ»։ Եվ սրանք կրկին օրինակներ են հավատացյալներից համար, այսինքն մյուս աշակերտները այսօրվա հավատացյալներից համար, որ քարոզիչների խոսքից եւ միայն հավատքի աչքով հաստատվեցին Քրիստոսի մեջ, ինչպես նրանք առաջին կիրակին։ Իսկ Թովմասը նույնպես օրինակ է այն հավատացյալների համար, որոնք երկրորդ գալստյան ժամանակ ստիպված սքանչելիքներից եւ վախից կհավատան Քրիստոսին, եւ նրա առջև պիտի խոնարհվի ամեն ծունկ, երկնայինների, երկրայինների եւ սանդարամետականների, եւ ամեն լեզուն պիտի խոստովանի, թե Տեր է Հիսուս Քրիստոսը իբարս Հայր Աստծու ըստ առաքյալի։ Այսօր Թովմասը շոշափելով Տեր եւ Աստված խոստովանեց, թերևս առավել երանելի են նրանք, ովքեր չտեսնելով հավատացին, այսինքն այսօրվա քրիստոնյաներս։ Այսքանը ըստ տարբերության, թե ինչու է կոչվում նոր կիրակի կամ կրկնազատիկ։ Պետք է իմանալ նաև, թե ինչ խորհուրդ ունի այն, որ մյուս աշակերտներին Տերը ցույց տվեց ձեռքերն ու ոտքերը, ինչպես ասում է Ղուկասը, իսկ Թովմասին ձեռքերը եւ կողը, ինչպես ասում է Հովհաննեսը։ Պետք է ասել, որ աշակերտներին, երբ ցույց տվեց ձեռքերն ու ոտքերը, 3 բան ցույց տվեց։ Նախ, ձեռքը նշանակում է Քրիստոսի բարձրագույն գործերը, իսկ ոտքը խոնարհները։ Ասաց աշակերտներին՝ շոշափեցեք ինձ եւ տեսեք, որովհետեւ ես նույնն եմ։ Այսինքն ոչ ուրիշն է նա, որ կատարում էր աստվածային գործերը, եւ ոչ ուրիշն է նա, որ մարդկային գործերն էր անում, այլ նույնն է ու նույնը։ Երկրորդ, ցույց տվեց իր խրատ աշակերտներին, ասելով՝ տեսեք ձեռքերը, որ հացը բազմացրին, եւ կույրի աչքերը, որ բացեցին, եւ տեսեք ոտքերը, որ ծովի վրա քայլեցին եւ օդով ընթացան, սրանք այսպիսի խոցեր եւ վերքեր կրեցին։ Նույնպես էլ դուք, երբ շրջեք աշխարհով մեկ, քարոզելու եւ հրաշքներ գործելու, եթե ձեզ հասնեն տառապանքներ եւ մահ, մի հպարտացեք ձեր մեծ գործերի վրա, այլ խոնարհությամբ ընդունեք, ինչպես ինձ տեսնում եք։ Երրորդ, 2 ձեռքերը եւ 2 ոտքերը մի գեղեցիկ խորհուրդ են հայտնում, այսինքն մեր դավանանքը նրա հանդեպ, որովհետեւ խոստովանում ենք նրան բազմած Հայր Աստծու աջ կողմում եւ երևացած աշխարհի ձախակողմում, որտեղ կրեց նեղություն, չարչարանք եւ մահ, այս են նշանակում 2 ձեռքերը, որ ցույց տվեց նրանց։
Իսկ ոտքերը մեկը նշանակում է վերանալը դեպի հայրը և հայր Աստծու աջ կողմում նստելը, իսկ մյուսը նրա երկրորդ գալուստը, երբ պիտի գա հայր Աստծու փառքով դատելու երկիրը, դրա համար ասած տեսեք ձեռքերս և ոտքերս։ Իսկ Թովմասը մատով շոշափում էր ձեռքերը և ձեռքով կողը։ Այս զգալի տեսությունը այս է. մատովը նշանակում է մեխերի խոցվածքը այնքան, որ մեկ մատով կարելի է շոշափել, իսկ ձեռքը, որ 4 մատ ունի, ցույց է տալիս գեղարդի մեծ խոցվածքը, որովհետև կողը այնքան բաց էր, որ 4 մատով կարելի էր շոշափել։ Դարձյալ խորհրդաբար, մեկ մատը նշանակում է հավատը, որովհետև առաքյալն ասում է. մեկ հավատ, իսկ 4 մատերը 4 առաքինություններն են նշանակում։ Սա նշանակում է, որ նրանք, ովքեր միայն աչքով են նայում Քրիստոսին, այսինքն պատարագին են մասնակցում, նրանց բավական է միայն հավատը, իսկ նրանք, ովքեր շոշափում են մարմինը, այսինքն պատարագում են Քրիստոսին, քահանաները, պետք է նաև 4 առաքինություններն ավելացնեն և ապա արժանի լինեն։ Դարձյալ ընդհանուր իմաստով Տերը սա արեց իր խրատ առաջնորդների, այսինքն վարդապետների, եպիսկոպոսների և քահանաների, որ նրանցից ոմանք, ովքեր կատարյալ են խոսքում և գործերում, ինչպես մյուս առաքյալները, քիչ խոսքն էլ բավական է նրանց խրատելու համար։ Իսկ անկատարների համար, ինչպես Թովմասը, պետք է ավելի մեծ ջանք գործադրել նրանց վրա, այնքան, որ քառակի անգամ ավել է, և այդպես բերել նրանց ուղղության, դրա համար Թովմասին ավելի շատ ցույց տվեց ձեռքերը, նաև կողը։ Բայց վարդապետներն ասում են, որ երբ նա ձեռքը մտցրեց Քրիստոսի կողի մեջ և հանեց, կրակ էր փայլում Թովմասի ձեռքում։ Դրա համար բոլոր աշակերտները խոնարհեցրին գլուխները և նրանից խաչակղմամբ օրհնությունը ստանան և նրանից խաչակնքմամբ օրհնությունը ստացան և համբուրեցին նրա աջը։ Այս խորհրդով էլ այժմ բոլոր քրիստոնյաներս միմյանցից խաչակնքմամբ օրհնվում ենք։ Ուրեմն այժմ խաչակնքմամբ օրհնություն ենք ստանում միայն քահանայից, երբ նա պատարագ է մատուցում, և ոչ ուրիշներից, ինչպես մյուս առաքյալները միայն Թովմասից օրհնվեցին։ Նույնպես պատարագ մատուցողը չպետք է ուրիշներից խաչակնքմամբ օրհնվի, ինչպես Թովմասն էլ այլ առաքյալներից չօրհնվեց։ Եվ պետք է աջ ձեռքով խաչակնքել, որովհետև Թովմասի աջ ձեռքը մտավ Քրիստոսի կողի մեջ։ Այստեղից հայտնի է, որ Թովմասը կանգնած էր Քրիստոսի դիմաց և խոցվածքը Քրիստոսի ձախ կողմում էր, ինչպես ոմանք ասում են։ Տերը խոցվեց, որովհետև մարդկության նախամայրը, կինը, Ադամի ձախ կողից էր, որ նրան վիրավորեց։ Դրա համար մեր Տերը ձախ կողմում ընդունեց վերքը, որպեսզի բժշկի նրան։ Բայց ընդհանրական վարդապետները ուղղապես ասում են, որ աջ կողմն է խոցվել, որտեղից բխեց արյուն և ջուր մկրտության ավազանի և հաղորդության ճաշակման համար։ Դրա համար էլ ավազանը եկեղեցու խորանի աջ կողմում է, որպեսզի մեզ ծնի որպես Աստծու որդիներ և ոչ թե ինչպես ձախ կողից։ Նույնպես և խորհրդանոցը եկեղեցու աջ կողմում է, որտեղից ծնծանները վերաբերում են սեղանին և մատուցում են պատարագ ամբողջ աշխարհի հաշտության համար և բոլոր մեղավորների, ողջերի և նջեցյանների քավության և թողության համար։ Դարձյալ համանգամայն ասում ենք, որ այս օրը կոչվում է Նոր կիրակի և Կրկնազատիկ, որովհետև առաջին կիրակի զատիկը անցավ, իսկ սա նոր է, որովհետև այլ կիրակի չենք տոնում, Հարության կիրակիից զատ, կամ երկուշաբթի, կամ երեքշաբթի և այլն, դրա համար այսօր կրկնվում է զատիկը առաջին զատիկից հետո։ Դարձյալ կոչվում է Նոր կիրակի և Կրկնազատիկ, որովհետև հին օրենքում շաբաթ օրը պարապության և Տիրոջ օր էր, իսկ այժմ նոր է կիրակին, որովհետև առաքյալները նոր օրենք դրեցին,
որ Կիրակի օրը պարբվեն գործերից և հանգստանան։ Եվ կրկնազատիկ է, որովհետև նախկին շաբաթ օրը ազատություն էր մարմնական գործերից, իսկ սա կրկին զատիկ է նրա համեմատ։ Դարձյալ նոր Կիրակի և կրկնազատիկ է, որովհետև նորովի ենք տոնում մեր հոգիների փրկության նավակատիսը, հոգևոր ուրախությամբ և խմբությամբ, և ոչ հնի պես, որովհետև նրանց նավակատիսը միայն մարմնական ուրախությունն էր։ Եվ դարձյալ նոր օրհնություն ենք երգում մենք առագաստի նոր զավակներս, նոր Փեսայի համար, ով հարություն առավ նոր գերեզմանից։ Եվ ինչպես նոր է նավակատիսը, նոր են և երգերը, նույնպես կրկին է զատիկը հոգևոր ուրախությամբ և ցնծությամբ։ Դարձյալ նոր Կիրակի և կրկնազատիկ է կոչվում այն պատճառով, որովհետև նորովի է կրկնվում մեզ համար ավետարանների ընթերցումը, քանզի այս 8 օրերին հարությունից հետո մինչև այսօր կարդացվել են նշանավոր ավետարանները, որոնք հավատարիմ վկաներ են Քրիստոսի հարության։ Եվ յուրաքանչյուր ավետարանը ընթերցվել է 4 անգամ, 3-ը նույն օրը և 1-ը հաջորդ օրը, որովհետև օրենքում գրված է. 2 կամ 3 վկաների բերանով կհաստատվի ամեն բան։ Արդ որովհետև Քրիստոս Աստված է, նաև մարդ, 3-ը վկայում են մարդկության մասին և 1-ը աստվածության, ինչպես նաև 4 ավետարանիչները, 3-ը վկայում են Քրիստոսի մարդկության մասին, որովհետև սկսում են մարմնավոր ծնունդից, իսկ 1-ը Հովհաննեսը վկայում է աստվածության մասին, որովհետև սկսում է աստվածությունից։ Իսկ այսուհետև առավոտյան կարդում են Ղուկասի ավետարանից, իսկ կեսօրին Հովհաննեսի, երեկոյան նախ Մատթեոսի և ապա Մարկոսի։ Սա է խորհուրդը։ Ղուկասը բժիշկ էր, և բժիշկների սովորությունն այն է, որ առավոտյան հիվանդներին տեղ են տալիս, մինչ նրանք դեռ ոչինչ չեն կերել, և կեսօրին գալիս են տեսնելու արդյոք դեղն ազդեց, թե ոչ։ Այսպես Ղուկասը առավոտյան մեզ տալիս է հոգևոր դեղը և գալիս է կեսօրին առաքյալների գործերով տեսնելու մեզ, որովհետև դա էլ է Ղուկասը գրել։ Իսկ պատարագի ժամանակ Հովհաննեսն է խոսում մեզ հետ, որովհետև մարմնական Փեսան չի խոսում բոլորի հետ, այլ միայն Փեսայի եղբայր կոչվածը։ Այսպես եկեղեցու Փեսան Քրիստոսն է, ինչպես ինքն ասաց. չեն կարող հարսանիքի որդիները պահք պահել, քանի դեռ Փեսան նրանց հետ է, իսկ Փես եղբայրը Հովհաննեսն է, որովհետև խաչի վրա Տերն ասաց Մարիամին, իր մորը, ահա քո որդին։ Դրա համար, երբ Քրիստոս բազմած է Սուրբ Սեղանի վրա պատարագի ժամանակ, Հովհաննեսն է խոսում մեզ հետ։ Իսկ երեկոյան, երբ արևը խոնարհվում է, Մատթեոսն է խոսում, որովհետև նա վերից սկսեց, Աբրահամից և հասավ մինչև Հովսեփ և Մարիամ, ինչը ցույց է տալիս Աստծո Որդու խոնարհվելը դեպի մեզ, ինչպես արևի մայր մտնելը։ Իսկ վերջում խոսում է Մարկոսը, որովհետև ասում է. մի երիտասարդ նստած էր սպիտակ զգեստ թաքած, ինչը ցույց է տալիս, որ եկեղեցուց նորոգված և պայծառացած հոգով գնում ենք տուն։ Այսքանը օրվա կոչման մասին, որ կոչվում է Նոր Կիրակի և կրկնազատիկ։ Բայց պետք է իմանալ, որ Քրիստոսի խաչվելու ժամանակ նրա 3 աշակերտները ուրացան նրան, այսինքն Հուդան, Պետրոսը և Թովմասը։ Եվ այս 3-ը օրինակներ են աշխարհի 3 դաս մեղավորների՝ առաջինների, միջինների և վերջինների։ Հուդան ուրացավ խաչից առաջ և ամբողջովին կորսվեց։ Նա օրինակն է այն մեղավորների, որոնք նախքան Քրիստոս էին և ամբողջովին կորսվեցին, ինչպես օրինակ Սոդոմացիները և շատ ուրիշներ, որոնք օրենքից առաջ էին։ Իսկ Պետրոսը օրինակն է նրանց, ովքեր օրենքի տակ էին և մեղանչում էին և հանդիմանվում էին օրենքով, ինչպես Պետրոսը աքաղաղի ձայնով։
Եվ նրանց մեղանչելու պատճառով ի հայտ էր գալիս որոտության ախտը մարմնի վրա, կամ հագուստի մեջ, կամ տան պատերում, և նրանք տարբեր զոհերով գնում էին տաճար և մեծ զղջումով թողություն էին ստանում, իսկ Պետրոսը իր դառն արտասուքով։ Իսկ Թովմասը օրինակն է այն մեղավորների, որոնք Քրիստոսից հետո միայն հավատով ստանում են մեղքերի թողություն, ինչպես ասում է առաքյալը Հռոմայեցիներին, սրտով հավատալ արդարանալու համար և բերանով խոստովանել փրկվելու համար։ Դարձյալ, այս երեքը օրինակն են մեղավորների երեք դասերի, որոնք երեք կերպով են մեղանչում՝ մտքով, խոսքով և գործով։ Թովմասը օրինակն է նրանց, որոնք մտքում, թերամտությամբ կամ այլ կերպ ինչ-որ բանով մեղանչում են, բայց գործի չեն հասցնում, և սա անկատար մեղք է, որն ունի ներում, դրա համար Դավիթն աղաչում է. «Իր հանցանքները ով կարող է հասկանալ մտքով»։ Իսկ Պետրոսը օրինակն է նրանց, որոնք խոսքով են մեղանչում, ուրացությամբ կամ այլ խոսքերով, և սա գործված մեղք է, ըստ այնմ, ով ինձ կուրանա մարդկանց առաջ, ես էլ նրան կուրանամ իմ հոր առաջ, որ երկնքում է։ Իսկ Հուդան օրինակն է նրանց, որոնք գործով են մեղանչում, ինչպես սպանությունը, գողությունը, պոռնակությունը և այլն, և սրանք առավել կատարյալ մեղքեր են, որովհետև այն, ինչ մտքում խորհեց կամ խոսքով ասաց, գործով էլ կատարեց։ Դարձյալ մեկ այլ կերպ սրանք օրինակ են մեղավորների դասերի, որովհետև կան մարդիկ, որոնք կամավ, գիտությամբ և կարողությամբ են մեղանչում, և կան, որ ակամա, գիտությամբ և տկարությամբ են մեղանչում, և կան, որ երկուսի մեջտեղում են, այսինքն ակամա և տկարությամբ, բայց գիտությամբ են հանցանք գործում։ Հուդան օրինակն է նրանց, որոնք կամքով, գիտությամբ և կարողությամբ են մեղանչում, որովհետև Հուդան կամքով մատնեց Տիրոջը և գիտեր նրան, որպես իր վարդապետ և կարող էր չմատնել, որովհետև ինքնիշխան էր, և ոչ մի հարկադրանք չկար նրա վրա։ Նույնպես էլ այժմ շատերը գիտակցում են մեղքերը, որպես մեղք և գործում են Աստծու դեմ, և կարող են չգործել, բայց կամքով մեղանչում են, ինչպես ասում է առակը, անօրենը ցանկանալով գործում է չարը։ Ինչպես նա, ով իր կամքով իրեն գցում է ժայռից ներքև և գիտի, որ դա իր կորուստն է և կարող է չգործել, եթե կամենա, բայց գործում է, նույնպես և նրանք, որոնք գիտակցաբար մեղքերով ընկնում են կորստյան խորխորատը։ Դրա համար այդպիսիք շատ ծեծ կուտեն, ինչպես ասում է Տերը, որովհետև գիտությամբ և կամքով են գործում մեղքերը։ Իսկ Պետրոսը օրինակն է նրանց, որոնք ակամա և տկարությամբ են մեղանչում, սակայն գիտությամբ, որովհետև Պետրոսը չէր կամենում ուրանալ Քրիստոսին, այլ մարմնի տկարության պատճառով, չարչարանքների վախից, և իրեն բացահայտող աղախնու հետ հանդիպումից ուրացավ։ Եվ որտեղից է հայտնի, որ կամքով չմեղանչեց, այն բանից, որ մյուս աշակերտները թողեցին Տիրոջը և փախան, իսկ նա հետևեց նրան, որով հայտնի է, որ ոչ թե ուրանալու էր գնում, այլ իր անձը դնելու, ինչպես երեկոյան խոստացավ։ Եվ որտեղից է հայտնի, որ տկարությունից էր, ասում ենք ժամի պատճառով, որովհետև դա վախի և տառապանքի ժամ էր, որով հայտնի է, որ այս երկու մասով նա ավելի ներելի է, քան Հուդան, որովհետև Հուդան իր կամքով և կարողությամբ մեղանչեց, իսկ Պետրոսը ակամա և տկարությամբ, սակայն գիտությամբ։ Եվ որտեղից է հայտնի, կասի մեկը, որ Պետրոսը գիտությամբ մեղանչեց, ասում ենք երեք բանով. Նախ, որովհետև նա գիտեր, որ Քրիստոս Աստծու Որդին է, որը խոստովանել էր։ Երկրորդ, որովհետև բոլորից առավել սիրում էր Քրիստոսին, որով համարձակվեց հետևել նրան։ Երրորդ, հայտնի է այն բանից, որ 3 անգամ ուրացավ և ոչ մեկ անգամ կամ երկու, ինչը վկայում է գիտակցելու մասին։ Եվ հետո էլ ավելի վատ, որովհետև նզովեց, մինչև իսկ Տիրոջ հայացքով հանդիմանվեց, սակայն մնաց նույն ուրացման մեջ, դրա համար դուրս եկավ
և դառնորեն լաց եղավ։ Իսկ Թովմասը օրինակն է նրանց, որոնք ոչ կամքով, ոչ գիտությամբ և ոչ կարողությամբ են մեղանչում, այլ ակամա, տգիտությամբ և տկարությամբ, նրանց մասին ասում է Տերը, որ քիչ ձեզ ուտել։ Որ Թովմասի թերությունը ակամա էր, հայտնի է նրանից, որ նա չէր կամենում մրանալ վարդապետին, որովհետև խաչելության ժամանակ բոլոր աշակերտներից միայն Պետրոսն ասաց, թե իր անձը դնելու է նրա համար։ Եվ որ տգիտությամբ էր, հայտնի է նրանից, որ չէր հասկանում մահվան և հարության խորհուրդը։ Եվ որ տկարությունից էր, հայտնի է նրանից, որ երբ մյուս աշակերտները տեսան և հավատացին, իսկ նա չէր տեսել, դրա համար չէր հավատում, որովհետև եթե նրանց հետ տեսած լիներ, նրանց հետ էլ հավատացած կլիներ։ Դարձյալ այս ուրացությունները մեզ սովորեցնում են ապաշխարության մեկ այլ կարգ, որովհետև կան մարդիկ, որոնց Աստված ուզում է դարձի բերել, բայց նրանք չեն ապաշխարում։ Եվ կան ոմանք, որոնք ուզում են ապաշխարել, բայց Աստված չի ընդունում։ Եվ կան, որ Աստված կամենում է, և նրանք էլ հետևում են Աստծո կամքին։ Որովհետև կան մեղավորներ, որոնք ունեն Աստծո օգնությունը, սակայն երբ իրենք չեն կամենում, չեն կարող դեպի լավը փոխվել, ինչպես ասում է առաքյալը, Աստված ուզում է, որ բոլորը փրկվեն և գան ճշմարտության գիտությանը, սակայն նրանք, ովքեր իրենց ինքնիշխան կամքով կորչում են, չեն գալիս ճշմարտության գիտությանը։ Եվ սրանց օրինակը Հուդան է, որովհետև նա ուներ Քրիստոսի ամբողջ օգնությունը, և Տերը բոլոր աշակերտներից նրան առավել էր մեծարում։ Եվ սա հայտնի է նրանից, որ նա գանձար կղնում էր, և նաև նախապես հայտնեց մատնիչի կորստյան մասին, թե վայ այն մարդուն, որի ձեռքով կմատնվի, գուցե զգաստանա՞ր։ Տերը նրան անունով չէր հանդիմանում, այլ ասում էր. «Մեկը ձեզանից ինձ կմատնի, որպեսզի չհանդգներ մատնել»։ Եվ բոլորից առաջ նրա ոտքերը լվաց, և ապա եկավ Սիմոն Պետրոսի մոտ։ Սրանք բոլորը նշան են նրա նկատմամբ Տիրոջ խնամքի, բայց նա չկամեցավ և այդ ամենից օգուտ չքաղեց։ Իսկ հակառակ դրան Պետրոսը, որովհետև թեև ինքը կամեցավ, բայց երբ Քրիստոս թույլ տվեց և չօգնեց, նա ինքնուրույն չկարողացավ մնալ բարու մեջ, այլ այնուհետև ուրացավ։ Այսպես մարդիկ թեև մի փոքր ժամանակ ջանում են բարին գործել և առաքինություն ցույց տալ, բայց դա Աստծո կամքով չէ, հետո կկորչեն, որովհետև նրանք նախասահմանված ընտրյալների մեջ չեն, ինչպես ասում է Հռոմեացիներին Սուրբ առաքյալը, որոնց նախապես ճանաչեց, նրանց էլ ընտրեց, և որոնց ընտրեց, նրանց էլ կոչեց, կանչեց, արդարացրեց և փառավորեց։ Եվ սա կա բոլոր դասերում, առաքյալների մեջ նրանք, ովքեր նախապես ընտրված չէին, չկարողացան արդարանալ, ինչպես Հուդան, այլև աշակերտներ, որոնք հեռացան Տեր Հիսուս Քրիստոսից։ Նույնպես մարտիրոսներից շատերը տարատեսակ տանջանքներ կրեցին և հետո ուրացան և հայրապետների մեջ էլ եղան հերձվածողներ։ Նույնպես այժմ եկեղեցում կան ոմանք, ովքեր կեղծավորաբար ձևացնում են, սակայն որովհետև ընտրյալների կարգից չեն, հետո կկորչեն, որովհետև Քրիստոս ասում է. «Ամեն ծառ, որ իմ Հայրը չի տնկել, պիտի արմատախիլ լինի»։ Իսկ Թովմասը օրինակն է նրանց, որոնք որոշ ժամանակ մնում են մեղքի մեջ, բայց ունեն հույս դուրս գալու և ապաշխարելու, որովհետև կամենում են բարին կատարել և Աստծու կամքը միանում է նրանց կամքին և այն ժամանակ կարողանում են դուրս գալ մեղքից։ Ինչպես նա, ով ընկել է փոսը, ձեռք է բարձրացնում վեր, և մյուսը վերևից խոնարհեցնում է ձեռքը և օգնում նրան դուրս գալ, նույնպես մարդը դուրս է գալիս մեղքից։ Քանի որ Թովմասը կամենում էր բարին, թե եթե տեսնեմ կհավատամ, դրա համար Քրիստոս նրա կամքին համապատասխան ցույց տվեց իր ձեռքերը և կողը և հանեց նրան թերությունից և թերահավատությունից և հաստատեց հավատքի մեջ։
Բայց պետք է իմանալ նաև մեղավորի դարձի ժամանակ որն է առաջինը, Աստծու կամքը, թե մարդու կամքը։ Պետք է իմանալ, որ երբեմն առաջինը Աստծու կամքն է, երբեմն մարդու կամքը, որովհետև ըստ նախասահմանության առաջինը Աստծու կամքն է, հետո մարդու կամքը, ինչպես ասում է. «Մինչդեռ ծնված չէին, ես սիրեցի Հակոբին և ատեցի Եսավին»։ Իսկ ապաշխարության և արդարության գործի մեջ նախ մարդն է կամենում, որովհետև նա ինքնիշխան է, և ապա Աստված ըստ մարդու կամքի օգնում է նրան դուրս գալ մեղքից։ Եվ սա հայտնի է երկու բանով՝ Սուրբ Գրքի վկայությամբ և կատարված օրինակներով։ Սուրբ Գրքի վկայությամբ, քանզի Քրիստոս հրամայում է. «Խնդրեցեք և կստանաք, հայցեցեք և կգտնեք, բախեցեք և կբացվի ձեզ համար», և կրկնում է. «Ամեն ոք, որ խնդրում է, ստանում է»։ Եվ Մարգարեն ասում է. «Ասացի կհայտնեմ իմ մեղքերը, և դու կներես իմ անօրենությունները»։ Եվ Եսայի Մարգարեն ասում է. «Դարձեք դեպի ինձ, և ես կդառնամ դեպի ձեզ»։ Հայտնի է նաև կատարված օրինակներից. անառակ որդին նախ եկավ հոր մոտ, և ապա հայրը նրան ընդառաջ ելավ և համբուրեց նրան։ Նույնպես Դավիթն ասաց. «Մեղանչեցի Տիրոջ դեմ», և Նաթան մարգարեն ասաց. «Տերը ներեց քո մեղքը»։ Նույնպես ավազակը ասաց. «Հիշիր ինձ և գաս քո արքայությամբ», և Տերը ասաց. «Այսօր ինձ հետ դրախտում կլինես»։ Նույնպես պոռնիկ կինը նախ լցրեց յուղը Տիրոջ գլխին, և արցունքներով լվաց նրա ոտքերը, և ապա թողություն ստացավ։ Նույնպես քահանացի կինը նախ աղաղակեց, ապա լսելի եղավ։ Նույնպես Զաքեոսը նախ խոստացավ քառապատիկը հատուցել, և ապա լսեց Տիրոջ իրեն ասված խոսքը. «Այսօր փրկություն եղավ այս տան համար»։ Իսկ եթե մեկը ընդդիմանա և ասի, թե առաջին Աստծու կամքն է շարժվում և հետո մարդու կամքը, ինչպես Պողոսի դեպքում, նախ Աստված կուրացրեց աչքերը, և ապա նա հավատաց, նախ կանչեց Պետրոսին և Հովհաննեսին, ապա նրանք աշակերտ դարձան, նախ Աստված ցույց տվեց Թովմասին իր կողը, ապա նա հավատաց, ապա ասում ենք, որ դրանք հատուկ շնորհներ են ոմանց համար, բայց առհասարակ այնպես է, ինչպես վերն ասացինք։ Եվ դարձյալ ինչպես արևի լույսը տարածվում է առավոտից մինչև երեկո, և ով ուզում է տեսնել, նախ բացում է աչքերը, ապա լուսավորվում է, նույն կերպ Աստծու ողորմության գութը շարժվում է մարդու վրա, և նա դարձի գա։ Եվ բոլոր սուրբերի միջնորդությամբ և այսօրվա շնորհիվ ինքը արդարության արեգակը և փառքի ճառագայթը թող լուսավորի մեր հոգիների աչքերը մեծ Թովմասի հետ, որպեսզի մենք այժմ դավանենք Նրան, մեր Տեր և Աստված, ճշմարիտ հավատով, իսկ վերջին օրը արժանանանք Նրան դեմ առ դեմ տեսնելու, ում հետ Հորը և Սուրբ Հոգուն մատուցենք օրհնություն հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Օրհնյալ Կեղեքին շնորհացը սրբողջույն երթայք խաղաղությամբ, և Տերն մեր Հիսուս Քրիստոս եղեցի ընդ ձեզ ընդ ամենեսյանսդ։ Ամեն։